Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում Միքայելը հայտնվում է Անգելինայի ծննդյան տարեդարձին ոչ թե որպես հյուր, այլ որպես վերջին անգամ վերահսկողություն հաստատելու փորձ անող մարդ։ Ռեստորանի դիմաց նա հանդիպում է Անգելինային եւ ինչպես միշտ գործի է դնում իրեն բնորոշ միակ գործիքը՝ սպառնալիքն ու շանտաժը։ Նա փորձում է վերջին անգամ պայման թելադրել, խոստանալով ոչնչացնել Սոսի դեմ ունեցած բոլոր փաստերը միայն այն դեպքում, եթե Անգելինեն հաշտվի Հենրիի հետ։ Նրա համար այս պահին ամեն ինչ հանգում է մեկ բանի՝ որդու երջանկությանը, թեկուզ դա լինի պարտադրված, կեղծ կամ կառուցված վախի վրա։ Բայց Անգելինան այլևս այն աղջիկը չէ, որին կարելի է ճնշել։ Նա լիովին անտարբեր է մնում այդ առաջարկի նկատմամբ։ Նրա համար այդ սպառնալիքները վաղուց կորցրել են իրենց ազդեցությունը։ Նա հասկացնում է, որ եթե Միքայելն իսկապես երբևէ մտածել է որդու երջանկության մասին, պետք է դա աներ տարիներ առաջ, ոչ թե հիմա, երբ ամեն ինչ արդեն փլատակների վրա է կանգնած։ Այս վերաբերմունքը վերջնական հիասթափեցնում է Միքայելին։ Նա լուր հեռանում է տարածքից, գիտակցելով, որ առաջին անգամ իր իշխանությունը ոչ մի արժեք չունեցավ։ Վերադառնալով տուն, Միքայելը հանդիպում է Հենրիին եւ պատմում է ծննդյան տարեդարձին տեղի ունեցածը։ Հենրին այս լուրն ընդունում է որպես հերթական ապացույց այն բանի, որ հայրը տարիներ շարունակ ոչ թե պաշտպանել է իրեն, այլ անուղղելիորեն փչացրել իր կյանքը։ Նրա ներսում ձևավորվում է վերջնական համոզմունք։ Կյանքը, որը կառուցվել է ստի, գաղտնիքների ու բռնության վրա, հնարավոր չէ մաքրել, որքան էլ փորձես նոր էջ բացել։ Այդ խոսքերը Միքայելին խոնարհեցնում են։ Նա լսում է որդուն, առանց առարկելու, առաջին անգամ լիովին ընդունելով իր մեղքը եւ գիտակցելով, որ շատ բաներ արդեն անդառնալի են։ Մինչ այդ ռեստորանի դիմաց Աննան ու Սոսը առանձնանում են աղմուկից հեռու։ Նրանց խոսակցությունը ծանր է, լի տարիների չասված ցավով։ Աննան փորձում է պաշտպանել Հենրիին, հավատալով, որ որդին երբեք դիտավորումությամբ չէր ցանկանա վնասել Անգելինային։ Բայց Սոսը այլ կարծիքի է։ Նրա համար արդեն հստակ է, որ ամենամեծ ու ստոր հարվածը հենց այդ լռությունն էր, այդ գաղտնիքը, որը կործանեց ամեն ինչ։ Քիչ անց նրանց միանում է նաև Անգելինան, եւ երեքն էլ կանգնում են նույն կետի վրա, որպես ընտանիք, որը վերջապես բացահայտվել է ճշմարտության առաջ։ Եվ հենց այդ պահին ռեստորանի դիմաց կանգ է առնում մեքենա։ Մեքենայից դուրս է գալիս Լիլիթը։ Նրա տեսքը արդեն իսկ ահազանգ է։ Նա ականատես է դառնում մի տեսարանի, որը նրա ներսում պայթեցնում է վերջին զսպանակները։ Անգելինան իր կենսաբանական ծնողների հետ է, հանգիստ, անկեղծ, առանց վախի։ Դա այն պատկերն է, որից Լիլիթը տարիներ շարունակ սարսափել է։ Նրա ներսում ծնվում է կատարյալ խելագարություն։ Նա հասկանում է, որ հենց սա էր այն վերջնակետը, որը երբեք չպետք է թույլ տար։ Երբ բոլորը վերադառնում են ռեստորան, Լիլիթը ևս ներս է մտնում, ձևանելով որպես հյուր։ Նա իր նվերը դնում է տոփի մեջ եւ միանում հանդիսացությանը։ Նրա հայտնվելը սառեցնում է օդը։ Բոլորը միաժամանակ խառնվում ու քարոնում։ Ոչ ոք չի շարժվում, ոչ ոք չի արձագանքում։ Տարօրինակ լռություն է կախվում սահլոնում, ասես ժամանակը կանգ է առել։ Եվ հենց այդ լռության մեջ Լիլիթը բացում է նվերի տոփը։ Տոփից դուրս է գալիս ատրաջնակը։ Նա ուղղում է ատրաջնակը Անգելինայի կողմը։ Անգելինան վախից վեր է թռնում, սահլոնում տիրում է լիակապար շոկ։ Բոլորը հետևում են զարգացող մղջավանին, չհասկանալով ինչ անել։ Առաջինը, ով փորձում է շարժվել ու կանգնել Անգելինայի առաջ, Սոսն է։ Նա մի քայլ է անում դեպի դուստր, պատրաստ ընդունել ամեն ինչ իր վրա։ Բայց շարունակությունը անխուսափելիորեն լինելու է ամենաարյունալի ու վճռական մահերից մեկը։ Հարգելի հետևորդներ, Լիլիթը կսպասի Սոսին, թե Անգելինային։ Գրեք մեկնաբանություն։ Շուտով լավ կհանգստանաս։ Ես ոչ մի ձև քեզ նեղություն չեմ տալու։ Տեղը տասա։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք, նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ,
ու մահու չափ սոված են։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք։ Մամաս ասանք, ասաց սպաս ասարք է համեմ բեր։ Ես գիշերվա կեսի որտեղ եմ համեմ ճարեմ։ Մեկը տեսնում եմ Ես արեմ այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ Տանել վաճառը։ եմ հարսանիքի սեղանից համը։ Շնորհակալություն Ռոբտե։ Ինչ չէ թարքուն տարեկան։ Դու խաշտի։ Շիկինոլայի մարքշուփ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք վայելով պիտի անեմ։ Հն ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում ասերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Ու մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը մեկ էլ ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Անգելինա մեջ ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն